Մենք վերադարձանք եթեր հրաշալի տրամադրությամբ արևային ջերմ էներգիայով շարունակում ենք մեր ուղիղ ընթացքը եւ մեզ է միացել մի տաղանդավոր անձնավորություն, ով իր առաքելությամբ մշակութային հարստացնում է Գորիս աշխարհի Սյունիքի մարզի մշակութային ժառանգությունը։ Մեզ է միացել Ժիրայր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության նկարիչների միության անդամ, գեղանկարիչ եւ քանդակագործ, ու նրան ջերմ հոգով ու սրտով ասում ենք ողջույն, ուրախ ենք, որ մեզ հետ եք։ Ուրախ եմ։ Շնորհավորում ենք բոլորիս նախ Գորիսի տոնի կապակցությամբ այսօր ֆեստիվալը եւ մշակութային առումով շատ հետաքրքիր բացահայտումներ ենք անելու ձեզ հետ միասին։ Ինձ թվում է, որ Գորիսը ինա օրվա 24 ժամվա կտրվածքով միշտ էլ գեղեցիկ է, միշտ ու անդադար կարելի է նայել ու վայելել, բայց արվեստագետի աչքով որ ժամին է Գորիսը ամենագեղեցիկը, պարոն Մարտիրոսյան։ Դե ընդհանրապես Գորիսը իր էությամբ ինքը գեղեցիկ է եւ ցանկացած ժամի եւ առավոտ եւ կեսօր եւ իրիկուն ինքը յուրահատուկ գույների մեջ է եւ առավոտյան ժամերի մեկ այլ գույն է, կեսօրին այլ գույն է, երեկոյան լրիվ արդեն թանձր շատ ժամանակ թանձր մարախուղ է իջնում Գորիսի վրա եւ ուտի այն կարևոր մի քանի րոպեները, որ հրաշքի երանգով է, չէ՞ երևի։ Հրաշալի է ուղղակի, քանի որ մենք գտնում ենք լեռների մեջ, ինքը մեր մայրամուտը շատ արագ է ստեղծվում, այսինքն միանգամից արև անցնում է ժայռերի, սարերի հետևը եւ Գորիսը մտնաշաղի մեջ է մտնում։ Պետք է արագ որսալ այդ րոպեները։ Այո, կարևոր է։ Ինչպիսին է Ժիրայր Մարտիրոսյանի Գորիսը։ Իմ Գորիսը երևի իմ կտավներով ավելի կարող եմ բացահայտել, քանի որ ունեմ բազմաթիվ կտավներ Գորիսի մասին, տեսարժաններ, համարյա թե մանրամասնց այդ մանրակրկիր նկարված է իմ կտավներում, բազմաթիվ աշխատանքներ ունեմ, վառ պայծառ գույներով, նաև ինչ որտեղ սառը տոներով եւ այլն, ինչպես ասացի, որ տարբեր ժամերին տարբեր գունային ներկապանակ ունի Գորիսը, նույնն էլ իմ կտավների մեջ արտացոլվում այդ գույները։ Իսկ Գորիսին նվիրված եւ Գորիսը պատկերող ձեր ստեղծագործություններից որն է այն առանձնահատուկը, որը ձեր սրտում տեղ է զբաղեցնում։ Դե իհարկե Գորիսի մասին խոսելիս պետք է նաև հիշել, ոչ թե հիշել, այլ Գորիսը ինձ ինքը ուշում է մեր ժայռափոր քարանձավ բնակավայրերը, որը ինքնատիպ է, յուրահատուկ է եւ այդ ժայռերը, քարանձավները, այդ անտառները յուրահատուկ, այսինքն բնությունը ամեն ինչ արել է, շռայլել է Գորիսին, թե գույնով, թե բնական իր ձևերով, ինքը ամբողջովին այդ ձևերի, այդ կոլորիտի մեջ է։ Բոլոր աշխատություններում այսպես առանձնահատուկ շատ տարբեր ձևերով իհարկե դուք արտահայտել եք սեր եւ զգացողությունը Գորիսի նկատմամբ։ Հիմա պարոն Մարտիրոսյան, առաջարկում եմ տարիները ետ տանք, գնանք դեպի մանկության տարիներ եւ կհիշեք արդյոք մի պատմություն կամ ինչ որ իրավիճակ, որը եղել է ձեր մանկության ամենավառ ու ամենաջերմ հիշողությունը։ Իհարկե նման հիշողություններ շատ կան մանկության, այն հիշողությունը, երբ ես որոշեցի, որ պետք է դառնամ նկարիչ։ Իհարկե տանը տարբեր կարծիքներ ունեին եւ այլ, բայց կարծես թե իմ մոտ այդ նկարիչ լինելու այդ ոչ թե ցանկություն, այդ Աստծո տված շնորհքը ամբողջովին իմ մեջ էր, քանի որ ես եթե չլինեի նկարիչ, երաժիշտ կլինեի, քանի որ տիրապետում եմ նաև երաժշտական գործիքների։ Որ գործիքին հետաքրքիր։ Ցանկացած գործիք, որտեղ մի քիչ գալիս էին արմատներից, իմ պապերը աշողներ են եղել Խնձորեսկում եւ կարծես թե գույների հետ նաև ինձ փոխանցել է նաև երգ-երաժշտությունը ու երևի լարային գործիքների եք տիրապետում։ Լարային եւ ստեղնաշարային տարբեր գործիքների վրա իմ մոտ ստացվում է երևի մի քիչ սլուխի հետ կապված խնդիր, այդ երաժշտական մասով նույնպես ես զբաղվում եմ։ Ինչպես որոշեցիք դառնալ նկարիչ։ Որն էր այդ բեկումնային եւ ճակատագրական պահը։ Դե գիտեք ինչ, երևի նկարիչ ծնվում են։ Ժամանակն է ինքը բերում հասցնում այդ վիճակին, որ դու որոշում ես արդեն քեզ ոչինչ չի հետաքրքրում։ Իհարկե նաև կան տարբեր գիտական ուսումնական հաստատություններ, լեզու գրականություն եւ այլն, բայց քանի որ դու ծնվել ես նկարիչ դառնալու համար, ինքը ճանապարհը հարթում է դեպի այդ ուղղությունը
եւ քո ոտքերը, քո մտքերը ուղղում են դեպի այն ճանապարհը, որը Աստծո տված շնորհքն է, որը արդեն քո մեջ հասունացել ու ստեղծվել է։ Գիտեք, չեն կարող չխոսել նաև այն անբացատրելու հետաքրքիր գաղափարի մասին, որը դարձավ իրականություն, դուք գյուղի թթենիների տակ գտնվող քարանձավը վերածել եք մշակութային մի անկյան, որտեղ մարդիկ կարող են վայելել ամեն մի վայրկյանը, կարող են ծանոթանալ հին ավանդական կենցաղային իրերի հետ։ Արդյոք այդ իրերը ոչ ճիշտ տեղում էին, դրա համար առաջացավ ձեզ մոտ այդ գաղափարը կամ առհասարակ ինչպես սնվեց միտքը նման մի անկյուն մշակութային ստեղծելու։ Ասեմ, որ բավականին հետաքրքիր միջավայր է հին քարանձավ բնակավայրում թթենիների մոտ այդ տարածքը, դե քանի որ մանկուց ես գնում էի, նկարում էի ժայռեր, ժայռապատկերներ եւ այլ այդ նմանատիպ քարանձավներ միշտ իմ աչքի տակ եղել են ունենալ այդպիսի մի հետաքրքիր միջավայր ու ստեղծագործել այնտեղ ոչ միայն ստեղծագործել, նաև այդ միջավայրը մի քիչ ազգային շունչ տալ։ Քանի որ արդեն տասնամյակներ շարունակ քարանձավները լքված են, այնտեղ ոչ մեկը չի բնակվում, բայց ընդհանուր պատկերը քարանձավի մեջ հուշում է, որ ինչ է եղել եւ ինչպես կարելի է այն ստեղծել։ Ես կամանց սկսեցի հավաքել հնություններ, տարբեր առարկաներ, իհարկե ձևավորելով նաև այդ քարանձավը, որը ասեմ տարիների ընթացքում աղբի մեջ էր, աղբահանություններ, մաքրություններ եւ այլը, ու քարանձավը կենթանացավ նաև իմ նկարների շնորհիվ եւ ես այնտեղ սկսեցի ստեղծագործել բազմաթիվ կտավներ կան ու նաև դա դարձավ նաև տուրիստական ինչ որ վայրերից մեկը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացնում նաև տուրիստներին, թե ինչպես քարանձավում կարող է մարդ ստեղծագործել, ապրել եւ այլն։ Որն է ամենահին եւ ամենաանգին նմուշը, որը կա քարանձավում։ Ես ասեմ տարիների ընթացքում բազմաթիվ 100 կտորից ավել հնություններ եւ գնել եմ, եւ նվիրել են, եւ տարբեր բաներ կան։ Մի քանի տարի առաջ ընկերս Սիսյանից նվեր բերեց, ասեց Ջիրայր ջան, սա Համոս Հայանի մենք տրեխներ ենք ասում, չարողներ։ Այո, տրեխները։ Գագիկ էր անմասի Գագիկ ջան, շատ պատասխանատու բան ես ասում։ Ես հիմա այդ պետք է կախեմ իմ քարանձավից եւ հազարավոր մարդիկ են գալիս, ես կարող եմ վստահ ասել, որ դա Համոս Հայանի տրեխն է, որովհետեւ դա հենց այնպես չէ, ասեց Ջիրայր, դու 100% կարող ես ասել, եթե կասկածներ լինեն, կուղարկես իմ մոտ։ Եվ այո, այցելուները տեսնում են նմուշներ ոչ միայն Գորիսից, այլև Սյունիքի մարզի տարբեր գյուղերից, ամենավառ օրինակը թերևս հենց նոր դուք բերեցիք, բայց այն նմուշները, որ վերցրել եք տարբեր գյուղերից, արդյոք դրանք նաև ձեր պեղումների արդյունքում եք ձեռք բերել, որովհետև դա ի վերջո պատմությունը նորից ջրի երես հանելու լավագույն ձևերից մեկն է։ Ես շրջել եմ գյուղերում, այդ հնությունները գյուղացիները եւ ընդհանրապես բնակիչները դրանց արժեքը չգիտեն։ Օրինակ միտեղ ցորեն էին լցնում, միտեղ ամանը դրել են հավերը, որպեսզի այդտեղից օգտվեն։ Մեկը շան մոտ էր, նմանատիպ վերաբերմունք, ոչ թե վերաբերմունք է դա, ուղղակի իսկ ես խնդրում էի, փող էի առաջարկում, որպեսզի այդ հնությունը նվիրեն ինձ կամ չեմ անում, ես գնեմ։ Շատերը անգամ նաև ծաղկամաններ կային դրսում, հենց երևի մի 300 տարվա կավեամաների մեջ ծաղիկներ էին աճեցնում, ես խանութից գնեցի իրենց համար այս պլաստմասե այս ծաղկամանները, իրենք շատ ուրախացան, ես ավելի շատ ուրախացա, երբ որ իրենք երևի հոգնել էին դրան, ասում եմ, չգիտեմ, պապական ժամանակվանից այդ կավեամանը այստեղ է, դե ես պատկերացնում եմ, գիտեմ որոշակի ինչ արժեք, ինչ գն ունի, երբ որ իրենց առաջարկեցի այս կավեամանները, իրենք ոնց որ թե շատ ուրախացան, ու միգուցե հիմա փոշմանները չգիտեմ, եւ փոխարինեցի, այս ձևով ունեմ բազմաթիվ հավաքածուներ, բազմաթիվ։ Դա պատմություն է, որը պահպանվում է նաեւ ձեր շնորհիվ։ Այսինքն ես որոշել եմ այն պահպանել։ Թե չէ կջարդվեր, կփչացնեին եւ այլը, այդ պատմությունը կանցներ ու քարանձավը նաեւ իմաստը այն է, ես ուզում եմ նաեւ տուրիստներին ցույց տալ, թե ինչպիսի կենցաղային առարկաներով են մարդիկ օգտվել 100, 150, 200 միգուցե 1000 տարի առաջ
եւ այդ նմուշները ինքը բավականին արժեք ունեցող նմուշներ են ու հետաքրքիր պատմություն կա դրանց մեջ թաքնված։ Մարդկանց բավականին մեծ հոսք է սպասվում այսօր։ Գորիս այցելելիս առաջին վայրը, որը խորհուրդ կտակ անպայման այցելել։ Դե իհարկե Գորիսը որպես մշակութային քաղաք ինքը հազարամյակներ շարունակական կյանք ունի, երեք չի դարել մշակութային քաղաք։ Երևի ասած կլինեն Բաքուն, Մուսանաշոտ, Օրբելյաններ, Սատյաններ, Սաթունցներ եւ այլ բավականին ինքը արմատացված մշակութային քաղաք է։ Այսօր այն կարծես թե ավելի նոր շունչ է առնում, քանի որ ժամանակ առ ժամանակ ոնց որ թե մոռացում է եւ նորից այն սկսում է վերակենդանանալ։ Հիմա վերակենդանանում է այդ ամեն ինչը եւ ես քանի որ այդ բոլորը Գորիսի պատմությունը սկսել է քարանձավներից ժայռափոր եւ արվեստի եւ մշակույթի եւ այդ հսկաները ծնվել են հենց քարանձավում, քարանձավից են արմատավորվել։ Իհարկե հետաքրքիր կլինի այցելել Գորիսի քարանձավ ժայռափոր տեսարաններ եւ այլը, նաեւ Խնձորեսկում կա։ Ես միտեղ կարդացի, որ Գորիսի տարածաշրջանում կա 10,200 նշված քարանձավներ։ Այսինքն ուսումնասիրված բան է, դա ես չեմ ասում, 10,200 քարանձավ այդ հազարամյակների ընթացքում փորվել է եւ բնակավայր։ Եվ որը ձեզ համար շարժարիթ է, որպեսզի դուք ինքներդ էլ բացահայտեք եւ ինչու ոչ նոր մշակութային գեղեցիկ անկյուններ ստեղծելու։ Գնանք դեպի ամփոփում, պարոն Մարտիրոսյան, այսօր Գորիսի օրն է եւ կարճ ձեր մաղթանքը Գորիսին չքնաղ եւ գորիսեցիներին։ Իհարկե շնորհավորում եմ ես նույնպես Գորիսի տոնի կապակցությամբ բոլոր գորիսեցիներին։ Մաղթանքս այն է, որ բնությունը ինչ տվել է, ինքը տվել է։ Անում եմ մենք գորիսեցիներս կարողանանք այն պահպանել, ոչ թե ոչնչացնել, չեմ քայքայել եւ այլը, պահպանել եւ մաքրությամբ եւ իր ամբողջ էությամբ կարողանանք, օրինակ մի բան ասեմ, երբ որ տուն ենք կառուցում, կառուցենք այնպես, ինչպես եղել է 1000 տարի առաջ, իհարկե նոր տեխնոլոգիաներով, նոր մոտեցումներով, չկորցնենք Գորիսի դեմքը, չկորցնենք Գորիսի մշակույթը եւ դա ոչ թե միայն ղեկավարությունից կախված, այլ նաեւ գորիսեցիներից կլինեն արվեստի մարդ եւ ցանկացած բնակավարի մարդիկ։ Շնորհակալ ենք ձեզ, որ միացաք մեզ, ունեցանք բացահայտումներով հետաքրքիր հարց ու պատասխան, ձեզ օրվա լավ շարունակություն ենք մաղթում, պարոն Մարտիրոսյան, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ առաջարկում ենք լինել մեզ հետ միասին, որովհետև տոնական է մեր տրամադրությունը։ Սա առավոտ լուսոն է, մենք շարժվում ենք առաջ։